ձայնը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնը լսելի է։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործելով arm.radio.am կայք եւ իհարկե Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ։ Մեզ կարող եք նաեւ այդ տարբերակներով դիտել։ Այսօր անդրադառնալու ենք կանաչ սոցիալական ձեռնարկատիրության խթանմանը Հայաստանում եւ Վրաստանում Վիշեգրադյան երկրների փորձի միջոցով ծրագրին, որի երկրորդ փուլը կայացել է Հայաստանում Ծաղկաձորում։ Եվ մասնակիցները ներգրավել են ինտերակտիվ աշխատանքների եւ խմբային աշխատանքների մեջ, մշակել կայուն բիզնես մոդելներ, կազմել սոցիալական ձեռնարկատիրության կանվաս, ուսումնասիրել Լեհաստանի ու Սլովակիայի լավագույն փորձերը, նաեւ մշակել գործողությունների հստակ պլաններ եւ գործընկերություններ։ Այս ամենով չի սահմանափակվում իրենց գործունեությունը, որովհետեւ շատ եւ այլ հետաքրքիր մանրամասներ էլ կան, որոնք կներկայացնեն իմ զրուցակիցները։ Ներկայացնեմ հյուրերից ծրագրի համակարգող Սիրար Փիմանյան, ողջույն Սիրարփի, եւ ծրագրի մասնակից Մարիամ Մովսիսյան, ողջույն, բարի գալուստ հանրային ռադիո։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես միշտ ուրախանում եմ, որ նմանատիպ ծրագրեր կան եւ հնարավորություններ են ստեղծվում, որպեսզի երիտասարդները կամ առհասարակ մասնակիցները ձեռք բերեն կարևոր հմտություններ, որոնք գուցե սովորական կրթական համակարգերում հնարավորություն չունենային։ Նախ կուզեի ներկայացնեք ինչ ծրագիր է սա, Սիրարփի, եւ հետո արդեն կմանրամասնենք։ Շնորհակալություն հրավերի համար, մենք միշտ ուրախ ենք այստեղ գտնվել եւ մեր ծրագրերի մասին կիսվել ձեզ հետ։ Ծրագիրը ինքը երկարաժամկետ ծրագիր է, ինչպես ասացիք, կա մի քանի գործողություններ եւ արդեն մոտենում ենք ավարտին։ Ինքը երկարաժամկետ դեռ ապրիլից սկսված ծրագիր է, որ առաջին փուլում մենք մեկնեցինք Վրաստանում իրականացնելու երրորդյա դասընթաց, որտեղ մեր գործընկերները Հունգարիայից եւ Սլովակիայից կիսվեցին, թե ինչպես են կանաչ սոցիալական ձեռներեցությունը զարգացնում եւ զարգանում իրենց երկրներում, ինչպիսի լավ փորձ ունեն, հաջողված փորձ ունեն եւ ինչպիսի չհաջողված փորձեր ունեն, եւ մեր երիտասարդները, ովքեր հետաքրքրված էին սոցիալական ձեռներեցություն հիմնելու կամ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար, միացան մեզ 13 երիտասարդ Հայաստանից, 13 երիտասարդ Վրաստանից միասին երրորդյա սեմինարը իրականացրեցինք եւ վերադարձանք արդեն պատրաստվելու Հայաստանի ծրագրին, որն էլ տեղի ունեցավ հունիս ամսին եւ հյուրընկալեցինք այստեղ եւս 13 վրացի եւ հայ երիտասարդներ եւ միասին արդեն Սլովակիայի եւ Լեհաստանի դասընթացավարների հետ միասին արդեն սկսել աշխատել իրենց իդեաների վրա, թե ինչպիսի գաղափարներ ունեն մեր երիտասարդները եւ ինչպես կարող են այդ գաղափարները զարգացնել։ Բիզնես պլան մշակել, տարբեր իդեաները զարգացնել, թե ինչպես կարող են Հայաստանում կամ Վրաստանում դա ռեալիզացնել եւ հասնել հաջողության։ Հիմա արդեն on-line հանդիպումների եւ կոնսուլտացիաների շրջանն է, որ անհատական երիտասարդները հնարավորություն ունեն մեր դասընթացավարների եւ էքսպերտների հետ քննարկել իրենց իդեաները, արդեն հասկանան, թե ինչպես կարող են անել իրենց առաջին քայլերը։ Այստեղ հետաքրքիր էր, որ փաստորեն 13 մասնակից Հայաստանից, ճիշտ է։ 13 Հայաստանից, 13 Վրաստանից։ Մերոնք որտեղից էին տարբեր մարզերից։ Այո։ Սա շատ կարևոր էր, էլի ֆիքսենք սա, որ տարբեր մարզերի երիտասարդներ ունեին այդ հնարավորությունը։ Վերջերս շատ ենք լսում կանաչ սոցիալական ձեռնարկատիրություն, կանաչը ֆիքսեցի, էլի բանալին կանաչներ։ Եկեք մի հատ մեր ռադիոլսողների համար, որովհետև նախկինում չկար կանաչը, կային սոցիալական ձեռնարկատիրություններ, հիմա դրան ավելացել է կանաչը։ Բացենք փակագծելը ռադիոլսողների համար, որպեսզի հստակ պարզ լինի, թե ինչ նկատի ունենք կանաչ սոցիալական ձեռնարկատիրություն։ Դա բնությունն է, բնության հետ ասոցացնում ենք այո գույնի հետ, զբաղվելը։ Մեր մասնակիցները հիմնականում գյուղական բնակավայրերից էին եւ այն գործունեությունը, որ իրենք ուզում են ծավալել, հենց կանաչ ձեռներեցությունն է, գյուղատնտեսության հետ է կապված, այո, գյուղատնտեսություն կամ էկոլոգիապես ավելի մաքուր
պրոդուկտներ ստեղծել բարիկներին մոտ, հա, ճիշտ եք հասկանում այսպես ասենք։ Քանի որ ծրագիրը իրականացվում է Եղվարդի հետազոտական բնապահպանական ՀԿ-ի կողմից, մենք էլ այսպես ասած բնապահպան լինելով, կանաչ լինելով, փորձում ենք այս իդեան նաև մտցնել, որ այն ինչ որ դուք ձեր գյուղերում, ձեր գյուղական բնակավայրերում ունեք եւ օգտվում եք եւ հիմա մոդայիկ բարգա էկո-ֆրենդլի է եւ այո եւ օգտակար կարող եք դա դարձնել ձեր բիզնեսը եւ ձեր համագյուղացիներին օգնել այդ այսինքն նույն սոցիալական ձեռնարկատիրության գաղափարն է ուղղակի ինչը կապ ունի բնության մեր բարիկների հետ Մարիամ այս 13 մասնակիցներից մեկը դուք եք ճիշտ է դե պատմեք տպավորությունների մասին նախև առաջ պատկերացումներն ու իրականությունը Նախ սկսենք, որովհետև ինչ որ ճանապարհ արդեն անցել եք։ Շատ լավ, ծրագրին երբ որ սկսեցի մասնակցել, հրավերը ստանալուց հետո սպասելիքներն ու իրականությունը բավականին իրար մոտ էին, որովհետև ծրագրին դիմելիս ես ակնկալում էի ստանալ գիտելիքներ առաջինը սոցիալական ձեռներեցության մասին, որովհետև երբ որ խոսում ենք սոցիալական ձեռներեցության մասին զուգահեռ մենք նաև խոսում ենք խոցելի սոցիալական խմբերի մասին այս ծրագիրը այնքանով էր հետաքրքիր որ մենք հնարավորություն ստացանք թմային աշխատանք կատարել հայ ու վրացի երիտասարդներով թմային աշխատանքների շրջանակում մենք ինքներս հնարավորություն ստացանք մեր պատկերացումներով վերհանել այն խնդիրները, որոնք որ ծանրացած են մեր երկու հասարակությունների միջև ու մեջ ու առաջարկել մեր լուծումները Բացի դրանից հնարավորություններ ստացանք կատարելու տարբեր այցեր, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ տարածաշրջանային, հա, մի շարք բնակավայրերում ու շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի լուծումներ են իրենց տարածաշրջաններում առաջարկել ամենատարբեր խնդիրներին եւ նույն Գործողությունները կարելի ասել տեղի ունեցան նաև Հայաստանում։ Մենք եւս մեր գործընկերներին ու ընկերներին հնարավորություն տվեցինք ծանոթանալ, թե մենք ինչ տեսակ լուծումներ ենք առաջարկում այս տեսակ խնդիրներին, ու այդ ամեն ինչը զուգընթացվեց իհարկե թեմային աշխատանքներով, որոնք որ մենք շարունակեցինք կատարել։ Կարծում եմ տպավորություններս բավականին բարձր են եւ լավն են։ Ու սա կարելի ասել ինչ որ մի հետաքրքիր բանի սկիզբ է ցանկացած երիտասարդի համար հիանալի հնարավորություն է։ Փորձառության հիմք է կարող ենք այսպես ասել։ Ինձ հետաքրքիր է վրացի եւ հայ երիտասարդների խնդիրները նույնն են։ Պատկերացրեք լուրջ է տակ։ Հավատացեք, որ մենք ապրում ենք երկու հարևան երկրներում ու մենք նախ առաջինը մտածելակերպով բավականին նման ենք։ Օրինակ Շատ ժամանակ, այո, օրինակ մենք քննարկումներ, զրույցներ ենք ունենում, որպեսզի վերհանենք այն խնդիրները, որոնք որ կային, ու շատ ժամանակ մենք հանգում ենք նրան, որ մենք ունենք նույն խնդիրները։ Օրինակ հիմնական խնդիրը երևի որ մարզային շրջաններում ավելի շատ пассивություն կան, խնդիրներ կան, որոնց որ ուշադրություն չի դարձվում, եւ մենք ունենք այդ խնդիրը եւ իրենք ունեն այդ խնդիրը։ Ու գաղափարական մոտեցումներ շատ ժամանակ նույնն էլ, կարծում եմ որոշակի մենթալիտետային տարածաշրջանի վերջը նույնն է, երևույթին, ուղղակի տարբերությունն այն է, որ այնտեղ բնությունը ավելի, այսպես ասած, կանաչի տեսանկյունից շռայլ է, քան մեզ մոտ, բայց այդուհանդերձ կարծում եմ տեղային այսպես հետաքրքիր տարբերակներ կլինեն։ Սիրարփի հետաքրքիր մի բան ասացիք, որ սկզբնական շրջանում նաև ներկայացվել է ոչ միայն Սլովակիայի եւ Լեհաստանի հաջողությունները կամ կատարած փորձերը, այլև նրանց ձախողումները, իսկ մենք շատ լավ գիտենք, որ ձախողումների միջոցով նաև կարելի է ձեռք բերել փորձառություններ եւ նաև վերլուծություններ անելով ձախողումներից, հա, եզրահանգումներ անելով ավելի հստակ ու ճիշտ թիրախային քայլեր անել։ Այս պարագայում որքան է այն օգնել եւ արդյոք կարող ենք ասել, որ Լեհաստանի եւ Սլովակիայի այն նմանություն տարբերության տեսանկյունից խնդիրներն ու տեսլականները մոտ են մեզ։ Մեզ մոտ չեն։ Այո, դրա համար էլ հարցս տվեցի։ Որովհետեւ իրենց եւ հաջողությունը եւ ոչ հաջողությունը բավականին տարբեր են։ Եթե մեզ համար օրինակ մենք ինչ որ բան
նախաձեռնում ենք եւ մտածում ենք, ոչ չհաջողվեց, ցենց համար դա հաջողված տարբերակ է։ Մի րոպե, բան չհասկացա։ Մեր կարծում եմ, մեր պահանջները մեզնից ավելի բարձր են, քան իրենց։ Հասկացա արդեն։ Այսինքն մենք ավելի պահանջատեր ենք ինքներս մեզ նկատմամբ։ Մենք միանգամից ուզում ենք այսպես ցենց անել ու ունենալ իդեալական արդյունք։ Միանգամից մեր ձեռներեցությունը հասնի մինչև միլիոնների, այո, բայց իրենց մոտ շատ դանդաղ, շատ մտածված քայլերով են առաջ գնում եւ հենց այդ դասընթացների ընթացքում, երբ որ սովորեցնում էին օրինակ բիզնես պլան կազմել կամ սովորեցնում են թե ինչպես մարքեթինգ անել իրենց բիզնեսը զարգացնել, իրենք շատ բաներով են կիսվում, որոնք մեզ համար արդեն անցած են։ Այսինքն իրենք ունեն բավականին մեծ փորձ, միևնույն ժամանակ մենք դա արդեն փորձել ենք, անցել ենք, հիմա նոր ենք Մերը արագացված ռեժիմով է։ Այո, իսկապես այդպիսի տպավորություն է։ Բայց իրենք էլ շատ հետաքրքիր փորձեր ունեն ու շատ հետաքրքիր հաջողված ծրագրեր ունեն, որոնք ոգևորում են եւ միևնույն ժամանակ, երբ որ մենք մտածում ենք, որ դա այդքան էլ լավ իդեա չէ եւ կարող է չզարգանալ, իրենք ապացուցում են, որ շատ լավ իդեա է ու կզարգանա։ Դե կախված երկրի խնդիրներից, տեղանքի հետ կապված առանձնահատկություններից գուցե իրենց երկրում դա հաջողել է, մեզ մոտ ոչ, այստեղ միշտ շատ կարեւոր է ոչ թե copy paste-ը, այլ ադապտացնելը, որը կունենա հետևանք լավ առումով։ Այս պարագայում որքան եք դուք զարմացրել նրանց։ Բավականին շատ կարող եմ ասել, որ Վրաստանն էլ է զարմացրել մեզ, որովհետև այնտեղ մենք այցելեցինք մոտ 6 սոցիալական ձեռներեցություն հենց Թբիլիսիում ու բավականին զարգացած ու բավականին տուրիստներով լցված վայրեր էին։ Զբոսաշրջությունը իրենց մոտ բավականին լավ վիճակում է, թեպետ սպասարկման ոլորտը ոչ։ Դե հա, չենք ասում։ Բայց միևնույն ժամանակ իրենք էլ ունեին մենք հետաքրքիր փաստ արձանագրեցինք, որ մեր հայ երիտասարդները եւ վրացի երիտասարդները միասին անցած ծրագրեր ունեին եւ իրենց հաջողված ծրագրերը ներկայացնում էին, ասում էին, այ մեր ծրագրում կար ձեր մոտի ներողություն, ձեր մոտի այսինչ մարդը ու իրենց գաղափարը, որ այստեղ արդեն ռեալիզացվել է ու շատ լավ աշխատում է, իրենց հետ նույն գծի վրա, այսպես ասած, գնում էր։ Դա շատ հաճելի էր, որ իրանք ճանաչում էին այն երիտասարդներին այստեղ, ովքեր արդեն ակտիվ են եւ ունեն իրենց սոցիալական ձեռներեցությունը եւ նաեւ ուրախ ենք, որ տեսնում ենք այլ ծրագրերի արդյունքներ, որոնք Թբիլիսիի կենտրոնում ակտիվ աշխատում էին։ Սրանք կարծում եմ խթանիչ օղակ կլինեն, որպեսզի մերոնք էլ հասկանան, որ կարող են անել։ Չնչին տարբերություններ իհարկե կա, բայց տարածաշրջանային առումով, այո, Մարիամը ճիշտ նշեց։ Մարիամ, հիմնական գիտելիքը որ ստացել ես եւ վստահ ես, որ դա ամենաթանկն է ու քեզ այսպես միշտ ուղեկցելու է։ Ինչ ես վերցրել լավ, այսպես ասենք։ Երևի այն միտքը, որը որ Սիրարփին նշեց, կզարգացնեմ, այդքան շատ ինքդ քեզնից պահանջատեր չլինելը, բաց լինել փորձարկումներ անելուն, այդ շատ կարևոր է իրականում, որովհետև առաջին կամ երկրորդ չստացած փորձից հետո հանձնվելը ու թողնելը ինքը շատ տարածված է, որովհետև շատ ժամանակ մենք չենք ունենում այն ոգևորությունը, այն աջակցությունը, որ միգուցե մենք ակնկալում ենք, բայց դրան զուգընթաց պատրաստ լինել նորից փորձել ու բաց լինել փորձարկումներին, կարծում եմ, այս ամբողջ ծրագիրը կարելի է ասել, որ տարավ նրան, որ պետք է ավելի բաց լինենք փորձելուն ու չվախենանք սխալվելուց։ Անպայման, հենց դրա մեջ է էլի միտքը կայանում, որ պետք է պատրաստ լինել ինչ որ մի պահ է գալիս, երբ որ ինչ որ մի բան ենք մենք փորձում իրականացնել, բայց չի հաջողում, մեր պատկերացրած ձևով չի լինում, մենք մեր մտքում արդեն ունենք, հստակ գծած, թե ոնց կցանկանայինք որ լինել, բայց իրականությանը շատ ժամանակ չի համապատասխանում ու սա մեզ ստիպում է հետ գնալ, հենց այս պահին պետք է հասկանալ, որ մենք շատ ավելի մոտ ենք մեր ցանկացած արդյունքին, քան երբևէ ու երևի պետք է ավելի շատ լավ տրամադրությամբ գնալ դեպի դա։ Եկեք խոսենք ապագա պլաններից սոցիալական ձեռներեցության հետ կապված, որովհետև բնականաբար պտուղները պիտի հասկանանք ու հաշվենք, սա եւս շատ կարեւոր է։ Հետաքրքիր մի բան էլ նշեցիք, այս գործընթացի մասով
երիտասարդների նմանությունները, որ իրենք շատ նման էին, բայց նաև նշեցիք, որ բանախոսները, որ եկել էին, զարմացած էին ու ոնց որ մենք մի քիչ արագացված ենք այն ամենը անցել, ինչ իրենք երկար տարիների ընթացքում, արդյոք նաև իրենք իրենց տեսլականում շատ հեռուն չեն դնում։ Այսինքն 2033 թվականի բյուջե գուցե կազմեն, մեր պարագայում մենք ունենք այսպիսի մի խոսույթ, չէ, ասում ենք դե վաղը չգիտենք ինչ կլինի, այսօր այսպես անենք, այս տարբերությունն էլ է շատ ակնհայտ։ Մենք փորձում ենք երկարաժամկետի պարագայում էլ մի քիչ նեղ բռնացնել, էլի։ Կարծում եմ այո, որովհետև ճիշտ եք մենք այսօրվա հիման վրա ենք աշխատում, դա երևի մեր ազգային ինչ-որ կոմպլեքս է, այսպես ասած, բայց իրենք, իրենց մոդել այդ պլանավորումը շատ երկար է տևում, մի կողմից դա շատ լավ է, մի կողմից վատ, ինչու է լավ, որովհետև երկար պլանավորելուց ռիսկերը նվազեցնում ես, բայց միևնույն ժամանակ մենք գործողություն սիրող ենք, մենք միանգամից ուզում ենք այդքան համբերություն չունենք, առանց պլանավորելու միանգամից անցնել եւ Մարիամի ասածը շատ ճիշտ էր, որ մեր երիտասարդները սկսեցին հասկանալ, թե ինչու է իրենց մոտ ավելի շատ հաջողված ծրագրեր, քան մեր մոտ, այդ երկար պլանավորելուց եւ չշտապելուց, չհիասթափվելուց, այդ մոտիվացիան չկորցնելուց։ Չմոռանանք նաեւ երկրի վիճակների տարբերությունը սոցիալական առումով եւս մենք զարգացող երկիր ենք եւ որքան էլ փորձում ենք ինչ-որ բան փոխել, բայց մեր երկրում բազմաթիվ են դժվարություններն ու խոչընդոտները։ Իհարկե ես չեմ ուզում սոցիալական ձեռնարկատիրությունը համեմատել բիզնես ընկերությունների գործունեության հետ, բայց այդուհանդերձ երբ ինչ-որ գործ է սկսում, ներդրումային փուլ կա, որը սկզբնական փուլն է, որից ակնկալիքներ պետք է չունենաս, եւ հետո գալիս են սև խուցերը։ Դրանք իհարկե ֆեյլերն են, ցախողումներն են, որոնցից ոչ թե պիտի ընկճվես, այլ նորից փորձես ու դրանք շրջանցելով գնաս, նոր գազ հասնես։ Այդ երևի այդ ժամանակն է, որ մենք պիտի ունենանք, որը չենք ուզում, բայց կարծում եմ երիտասարդները ոնց որ թե փոխել են որոշակի առումով, չէ՞, մտածողությունը, թե մենք մի քիչ ավելի քիչ ռիսկով ենք, ապա նրանք իրենք շատ ռիսկով են։ Ու երբ որ իդեաները լսում ես, շատ կրեատիվ են։ Ես անցած անգամ էլ ասացի, որ շատ հետաքրքիր են սկսել մտածել, շատ ռիսկային են տեսնում իրենք, որ մենք չենք նկատում։ Զարգացող աշխարհ։ Խնդիրների մասով եմ ուզում հասկանալ։ Մենք հաճախ չենք տեսնում կարևոր խնդիրներ, որոնք դուք տեսնում եք։ Կարծում եմ, այսպես ասեմ, որոշակի կարծացած մտքեր կան, որոնք որ գալիս է, ու սա ձևավորված մտածելակերպ է ու դա լրիվ նորմալ է, բայց երիտասարդության մեջ ինչքան որ մենք հնարավորություն ենք ունենում օրինակ շփվելու մեր չգիտեմ միջազգային հասակակիցների հետ կամ հնարավորություն ենք ունենում ավելի շատ այսպես ասած ժամանակ անցկացնելու ոչ դպրոցական միջավայրում նաև այս ամեն ինչը շատ նպաստում է այլ տեսանկյունից մտածել ու բացի դրանից այս օրերի օրինակ ծնողները իրանք շատ ողջավորված ու տրամադրված են որ իրենց երեխաներին տան լավագույնը հնարավորությունները ու այս հնարավորությունների հետ շատ ժամանակ մենք ունենում ենք այն առիթները երբ որ մենք կարող ենք չգիտեմ արտահայտել մեր մտքերը եւ շատ ժամանակ արտահայտել ու չքննադատվել երբ որ դու արտահայտում ես քո մտքերը չես քննադատվում դրանց համար դրանք քեզ դառնում են առողջ քննադատություն անպայման դրանք շատ գովել են դրանք լինում են քեզ համար ազդակ որ դու պիտի չվախենաս կիսվելու քո կարծիքներով քո տեսակետով այս ամենը նպաստում է բացի դրանից շփումները նմանատիպ ծրագրերը որոնք որ շատ նպաստում են այս ամեն ինչին ու այս միջավայրի ձևավորմանը։ Սա մի հատ հետաքրքիր սկիզբ է, որ կարելի է ասել, որ մեր սերունդը հիմքը դրել է ու ել ավելի է զարգանալու։ Այս ընթացքում, ինչպես որ դուք նշեցիք, առողջ քննադատությունը շատ կարևոր է, որովհետև երբ որ մենք չենք ունենում դա, ինչ որ շեղումներ կարող են լինել, դրան զուգընթաց, երբ որ կա առողջ քննադատությունը, բայց միևնույն ժամանակ կա այն վստահությունը, որ դու կարող ես արտահայտել քո
կարծիքը եւ դա կլսվի, այս ամեն ինչը գումարվում է իրար ու մեզ հույս է ներշնչում, որ այն ինչ մենք ունենք, արդեն իսկ լավ է եւ շատ ավելի լավ լինելու է ապագայում։ Փաստորեն երիտասարդների ձայնը լսելի է, ինչը նախկինում չկար, որովհետեւ երբ երիտասարդը գաղափար էր ասում, մեծասակն ասում էր, «Ադե երեխա ես էլ ինչ ես»։ Այս պարագայում կարծես թե այդ կարծրատիպը կոտրել ենք արդեն, որովհետեւ սերունդը իր ասելիքն ունի ու եկել է փոխելու նորություններ մտցնելու այսպես համար եւ սա շատ ոգևորող է, իսկ շատ կարեւոր է, որ ծրագրեր լինեն, որոնք կտան կարեւոր գիտելիքներ ու հիմք, որպեսզի նրանք այդ փոփոխություններն անեն գրագետ եւ որքան հնարավոր է ոտքը քիչ ցավեցնեն։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ այս ծրագիրը, որը երկարատև էր, դուք ասացիք, որ կարճ չէր, տվել է ամբողջությամբ այն կարևոր պտուղները, որ ակնկալում էիք եւ երբ նայում եք արդեն երիտասարդներին, 13 երիտասարդ, դուք տեսնում եք սկզբից ու հետո, հա, նրանց փոփոխությունը է, շատ կարևոր աճը։ Կարծում եմ դեռ ամբողջական պատկերը չենք տեսնում, որովհետև դեռ ընթացքի մեջ է այս ամենը ու մենք միշտ մեր կազմակերպությունում այսպիսի մի բան ունենք, որ ծրագիրը ավարտվում է, մի քանի ամիս հետո նոր գնահատում ենք անում, որպեսզի զգանք, այո, որպեսզի զգանք իրական ազդեցությունը իրենց վրա, որովհետև ծրագրի ընթացքում իրանք ոգևորված են լինում, իրանք ինչ որ ուզում են ցենց ցույց տան, որ շատ լավ է, բայց իրական այդ գնահատումը կամ իրական reflection-ը, որ անում են իրենց ուղեղում, դա լինում է մի քանի ամիս, այո, վերլուծությունը դա արվում է մի քանի ամիս հետո ու սովորացնել, իրենք սկսում են արդեն պրակտիկայի մեջ օգտագործել, հետո հասկանալ, որ այս ինֆորմացիան կամ այս ռեսուրսը ես ձեռք բերեցի այն ծրագրից։ Ըստ մեր կոնսուլտացիաների հիմա որ լինում են անհատական, շատ լավ ազդեցություն է ունեցել ծրագիրը իրենց վրա եւ ունենում, բայց արդյունքների մասին մենք խոսենք մի քանի ամսից։ Այսինքն անհատական փաստորեն ժամանակ է տրամադրվում անհատի հետ աշխատանքի, սա շատ կարեւոր է, միշտ չէ որ հնարավորություն է լինում ծրագրերի ընթացքում անհատական մոտեցում է, այս պարագայում դրանով է երևի պայմանավորված նաև երկարաժամկետ տարբերակը։ Հիմնական գործառույթները, հիմնական ծրագրերը, որոնք սովորեցնում եք մեր երիտասարդներին, որոնք են եւ ինչ կտան նրանց հետո իրենց գործունեության մեջ։ Մեր հիմնական աշխատելավոճը ինչպես եղել է եւ մնում է դա ոչ ֆորմալ կրթությունն է։ Այո, բնական է։ Եվ այն հիմնական գիտելիքները, որ տալիս ենք, դրանք էլի հիմնված են ոչ ֆորմալ կրթության վրա եւ իրենք սովորում են, ինչպես ասեցի, բիզնես պլան կազմել, մարքեթինգ անել իրենց բիզնեսները տարբեր, Մարիամ, ինչ եք սովորում ասել։ Ծրագրեր են սովորում, որոնցով կարող են գործիքակազմը Այս պահիդրությամբ երկու կարևոր դասընթացներ կան, որոնք որ մեզ տրվել է հնարավորություն ուսումնասիրելու, առաջինը մարքեթինգի մասին է, շուկայի ուսումնասիրությունը, ու սա շատ կարևոր է, որովհետև ինչքան էլ որ մենք ունենք նմանություններ, մեր դասընթացավարները իրենք գալիս են օրինակ Լեհաստանից, Հունգարիայից, մենք քննարկում ենք ինչ իրավիճակա տիրում իրենց մոտ, ինչպես նաև համեմատական է անցկացում ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի պարագայում, որովհետև շուկաները բավականին տարբեր են իրարից ու մտածողությունը։ Ուսումնասիրում ենք մարքեթինգ, բացի դրանից անձնային բրենդի ձևավորման դասընթաց կա, ինքը շատ հետաքրքիր դասընթաց է։ Ես ձեզ կասեի կարևոր։ Անպայման։ Այո։ Այս երկու դասընթացներն են այս պայծրությամբ, որոնք որ ընթանում են, դեռևս ընթացքի մեջ են։ Կարծում եմ Հենց հիմա ընթանում։ Ես կտրել եմ փաստորեն ձեզ դասընթացից, ոչինչ, սա էլ հերթական մի դասընթաց է, եւ ես նկատում եմ, որ հատկապես այլընտրանքային կրթության երիտասարդները, որոնք գնում են եւ այլընտրանքային կրթություն են ստանում, իրենք կարծես թե ներկայացնելու եւ խոսքի խնդիր չունեն։ Փափուկ հմտությունների շարքում է, ինչը նախկինում կար եւ դա լուրջ խնդիր էր մասնագետների համար առաջ գնալու տեսանկյունից։ Այս պարագայում կարծես թե այս այլընտրանքային կրթական ծրագրերը հմտացնում են, ավելի հղկում են եւ գալիս են։ Նաեւ հնարավորություն չունեն իհարկե միջազգային մասնագետների հետ շփվելու եւ նրանց լսելու, այս պարագայում այդ հարցն է լուծվում։ Կապերի մասին խոսենք։ Երիտասարդը եկավ, ծանոթացավ, կապեր ստեղծեց, իրեն հիանալի դրսևորեց, ինչ կարող է լինել, ինչ հրաշքներ կարող են տեղի ունենալ։
Մարիամը մեր ամենալավ օրինակն է հրաշքների, որովհետև Մարիամը երիտասարդ, ով պարզապես դիմել էր մեր ծրագրերին, մի ծրագրի մասնակցեց եւ սկսեց իր ճամփորդությունը Եղվարդ ՀԿ-ի հետ տարբեր երկրներում եւ Հայաստանում։ Այսինքն հաջողված եւ օգտակար բաներ մեզնից վերցրեց եւ մասնակցեց մեր այլ ծրագրերին էլ։ Մի քանի ծրագրում ներգրաված է հիմա Մարիամը, հենց այդ networking-ի եւ ցանցային աշխատանք անելու արդյունքում, նաեւ մեկնել է Ստրասբուրգ, Լեհաստան տարբեր ծրագրերով։ Տարիքային սահմանափակման մասին կասեք։ Ցավոք 18-ից կամ 13-ից տարբեր ծրագրեր են դրանք, մինչև 30-35։ Ինչի զարմացած չեմ, այսպես խտրականություն է դրվում եւ մենք չենք ունենում այդ հնարավորությունը սակատակերի իհարկե։ Մարիամ, ապագայի մասով եթե խոսենք, օրինակ, ինչ խնդիրներ ես դու տեսնում եւ ինչ պլաններ ունես, հա, հիմա հմտությունները ձեռք բերում, որոնք քեզ հետագայում պետք են գալու, քո սեփականը ունենալու կամ խնդիրներ լուծելու, չգիտեմ։ Շատ լավ, հիմնականում կառանձնացնեմ այն, որ այս հնարավորությունները, որոնք որ մենք ստանում ենք կամ ստեղծում ենք մեզ համար, շատ ժամանակ հասանելի են մեզ, բայց մեր տարիքակից երիտասարդներին հասանելի չեն։ Ծրագրի ընթացքում էլ մենք միշտ երիտասարդներով երբ որ քննարկում էինք, ուշադրությունը եղել է դեպի այն կողմը, որ մարզաբնակ ավելի նախ շատ գովելի է Եղվարդ ՀԿ-ի գործունեությունը, որովհետև միշտ շեշտը դրվում է տարբեր մարզերում բնակվող երիտասարդների վրա։ Այսինքն չեն կենտրոնանում Եղվարդի վրա բացառապես։ Դա շատ հաճելի մի հատված է, բացի դրանից Մարիամ ջան, ներողություն եմ խնդրում, որտեղից ես։ Եղվարդից։ Ոչ, ես սպայդրությամբ Արարատի մարզում եմ բնակվում։ Ու սա շատ կարևոր է, որովհետև միգուցե այս խնդրի մի հատվածը, սա որոշակի հետաքրքիր մարտահրավեր է մեր երկրի ու երիտասարդների համար ու հասարակական կազմակերպությունների համար, օրինակ մի հատվածը Եղվարդ ՀԿ-ի միջոցով է լուծվում, բայց սա մի գլոբալ խնդիր է, օրինակ մեր երկրի համար, որ շատ երիտասարդներ, ովքեր որ ավարտում են իրենց դպրոցը, կրթությանը հետևողական չեն լինում որոշակի օրինակ հանգամանքների բերումով։ Օրինակ շատ կարևոր ու ինքը էական նշանակություն ունեցող խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել ավելի մեծ Այսինքն շարունակելու եք ձեր ունեցած գիտելիքները փոխանցել նաև հնարավորության դեպքում։ Ես դա արդեն իսկ անում եմ։ Լավ։ Կառուցված անպայման, եթե կանցնորեցի պետք է գնան իրենց համայնքներ փոխանցելու, այո։ Մի բան, որ ինձ շատ դուր է գալիս այս ծրագրերի մեջ, օրինակ, այս ծրագրերին մասնակցելիս ամենակարևորը հետևողական լինելն է։ Ինձ անընդհատ դուր է գալիս այն հաղորդագրությունները, որոնք որ մենք ստանում ենք մեր խմբերին, երեխեք ինչ կա, ինչ փուլի մեջ եք։ Այդ ծրագրերին, որ դու մասնակցում ես, դու արդեն ինքդ քո վրա որոշակի պարտավորություն ես վերցնում, օրինակ այս մարզից ես գալիս, այս մարզում ինչ-որ մի դրական փոփոխություն իրականացնես։ Ես ինքս դասընթացներ եմ վարում երիտասարդների համար ու շատ ժամանակ երբ որ իմ տարիքի, միգուցե մի փոքր տարիքով փոքր, շատ ժամանակ նաև մեծ, ամենատարբեր միջավայրերում, երբ որ հնարավորություն ես ունենում խոսելու, մենք միանգամից չենք կենտրոնանում այն խնդրի վրա, որ մենք ունենք։ Մենք ունենք դրանից առաջ մի հատ այլ խնդիր, որը բերել է այդ խնդրին։ Այդ խնդիրը կայանում է նրանում, որ երիտասարդները շատ ժամանակ չեն հավատում նրան, որ իրանք կարող են լինել այդ փոփոխությունը։ Ու զրույցների ընթացքում այն տպավորությունն է, որ լավ, ես ինքս ինչ կարող եմ անել։ Բայց երբ որ մենք զրուցում ենք, մենք հասկանում ենք, որ միգուցե դու էլ քո դպրոցում կարող ես ինչ-որ մի հատ հետաքրքիր կարևոր փոփոխություն անել, մի դասընթաց էլ դու վարես։ Ու այսպես շղթայական մենք գալիս ենք հանգում ենք մի հատ մեծ փոփոխության, որովհետև մեկը
մյուսից սովորելով, այն մյուսին սովորեցնելով կարողանում է իրականացնել մի հատ լավ փոփոխություն։ Մարիամը խոսում էր, Սիրարփին հիացած վայելում էր։ Որովհետև չէ, հաճելի է տեսնել արդյունքը եւ ձեր էմոցիաները, իսկապես շատ սավառ ապացույցն է արդյունավետությունը ծրագրի։ Փորձում էի զսպել, չէի կարող։ Ամեն ինչ գրված էր ձեր դեմքին, բայց սա հիանալի է ուղղակի։ Ամբողջ ընթացքում մտածում եք կարող է այնպես ստացվի, որ այս 13 վրացի երիտասարդներն ու այս 13 հայ երիտասարդները միասին խելքի տան ու ինչ որ հետաքրքիր բան անեն։ Աչքիս կա արդեն, հա? Կանեն, որովհետև շատ լավ թիմ ենք ստեղծել ու այդ թիմի կապը մինչև հիմա կա եւ աշխատում ենք շատ լավ կազմակերպության հետ Վրաստանից, որոնք իրենք են հետևողական երիտասարդների գործունեության ինչ են անում, ինչ ծրագրերով են առաջ գնում։ Կարծում եմ շարունակությունը կլինի այս ծրագրի անպայման։ Ծրագիրը երբ կավարտվի, այս երկարաժամկետ դեկտեմբերին արդեն կավարտվի եւ մի քանի ամիս էլ կսպասենք, որպեսզի դուք վերլուծեք եւ հասկանաք ինչ արդյունք եք գրացել, բայց քանի որ մշտապես գալիս եք ու տարատեսակ ու շատ բազմաբնույթ ծրագրերով, հաջորդիվ կամ հնդածս ուրիշ ծրագրեր էլ կամ վերջին 1 րոպեն է, խնդրեմ։ Այո, հենց վաղը չեմ մյուս օրը նորից Վրաստանից պատրաստվում ենք հյուրընկալել եւս մի խումբ մեր հայ երիտասարդների հետ արդեն մեդիագրագիտության վերաբերյալ։ Թե ինչպես է մեդիան աշխատում Վրաստանում եւ Հայաստանում, ինչպես է AI-ը մտել մեդիայի մեջ, եւ հետեւեք Եղվարդ ՀԿ-ին լիքը լավ բաներ դեռ գալիս են եւ շուտով Մարիամի հետ մեկնում ենք նաեւ Ամստերդամ սիմպոզիումին մասնակցելու, այնպես որ մեր միջազգային ծրագրերը դեռ արժևում են, կհանդիպենք։ Շատ կարևոր է անդադար գնալ եւ փորձի փոխանակում ունենալ ու տեսնել թե ինչպես են ընթանում գործընթացները։ Շնորհակալություն եմ հայտնում մարզում բնակվող մեր երիտասարդներին էլ կոչանում, որպեսզի նրանք մուտք գործեն Եղվարդ հասարակական կազմակերպության սոցիալական հարթակներ եւ ծանոթանան ծրագրերին ու բաց չթողնեն, որովհետեւ հիանալի հնարավորություն է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, զրուցակիցներս էին ծրագրի համակարգող Սիրարփ Մանյանն ու ծրագրի մասնակից Մարիամ Մովսիսյանը։ Հավատացեք ձեր ուժերին, վստահ եղեք, որ կկարողանաք եւ գնացեք ձեր երազանքների հետևից ու կտեսնեք, որ կհաջողեք։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Քո ձայնը